FM 107-ի եթերում դուք լսում եք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը ազգային ժողովի փոխնախագահն ընդունել է Լատվիայի դեսպանին։ Երևանում կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ։ Նաև ընտրելով են պաշտպանում հայրենիքս, նոր ցուցապաստառներ բանակի զորամասերում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինց Սապալսին։ Ազգային ժողովի փոխնախագահը Հայաստանի եւ Լատվիայի հարաբերությունները բնորոշել է որպես բարիդրացիական եւ նշել, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն քաղաքական, տնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում։ Շարմազանովը նկատել է, որ 21-րդ դարը պետք է դառնա նոր դարաշրջան երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ։ Երևան քաղաքի բնակիչներ Արմեն Հունանյանը եւ Ալֆրեդ Բզնունին ստրոնցիի 90 տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ազգային անվտանգության ծառայության վարչական շենք։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 6-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ԵԱԿ Երևանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են նաեւ ընտրելով են պաշտպանում հայրենիքս խորագրով ցուցապաստառներ։ Ցուցապաստառները, որոնք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում, հստակ բարձրաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները եւ պարտականությունները եւ քվեարկության կարգը։ Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 14-ին իրենց առաջին նիստերն են գումարելու տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 1982 ընտրատեղամաս 41 ընտրատարածքներում։ Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-ից 17-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելարուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը։ Այցի ընթացքում Բելարուսի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախատեսված են նաև Հայաստանի եւ Բելարուսի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համացանցի միջոցով գերմանական կառավարությանն առաջարկներ ներկայացնելու նախաձեռնության արդյունքները քվեարկության հիման վրա ամփոփվելու են ապրիլի 14-ին։ Այն առաջարկները, որոնք քվեարկության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակի մեջ, կներառվեն կանցլերի աշխատանքային օրակարգում։ Այս պահի դրությամբ ըստ թուրքական Haberlet լրատվականի 150,000 ձայնով առաջին տեղում է հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը։ Իրանի մեջլիսը հնարավոր է քննարկի նախագահ Ահմադինեժադի հրաժարականի հարցը։ Այս մասին իրանական Մեհեր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի падգամավոր Ալի Մոթահարին։ Իրանցի խորհրդարանականը նշել է, որ ապրիլի 15-ին կայանալիք մեջլիսի նիստի օրակարգում կներկայացվի նախագահի հրաժարականն պահանջելու մասին նախաձեռնությունը։ Երևան ջուրընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված այսօրվանից մինչև ապրիլի 14-ը ժամը 20-ը դադարեցված կլինի նոր նորքվարչական շրջանի 5-րդ եւ 8-րդ զանգվածների Վիլնյուսի Նրբանցքի 35, 36, 43, 44, 45, 46, 46-ի A շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։ Ընկերությունը նաեւ հայտնում է, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված այսօր մինչև ժամը 22-ը դադարեցված կլինի կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 37-ից 60 համարների Սարյան, Բուզանդ, Փարպեցի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 392 դրամով, եվրոն 516-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +23 է։ Վերջում տեղեկացնեմ, որ այսօր ժամը 19-ին քաղաքական վերլուծական էջի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը հյուրընկալելու է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին։ Ձեր հարցերը կարող եք ուղղել զանգարհայելով ուղիղ եթեր 36 82 04 հեռախոսահամարով ժամը 19-ից սկսած։ Այսքան օրվա լրահոսի համառոտ անդրադարձից, իսկ տեղեկատվական վերլուծական պատկերը կներկայացնի իմ գործընկեր Արտակ Մուրադյանը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Ժիրայր, հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:05, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Արմեն Աշոտյան, Սուրեն Զոլյան հեռակա երկխոսությունը ԶԼՄ-ների միջոցով շարունակվում է։ Ընտրացուցակների անճշտությունները ոստիկանության դիտորդների, կուսակցականների ուշադրության կենտրոնում։ Թիվ 7, 8 և 12 ընտրատարածքներում առաջադրվածներն ու նրանց ծրագրերը։
Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի փոխհարաբերությունները վերջին օրերին սրվել են այն բանից հետո, երբ նախարարի հրամանով Զոլյանը խիստ նկատողություն էր ստացել մարտի 19-ից 23-ը Հայաստանից չբացակայելու մասին Աշոտյանի հանձնարարությունը չկատարելու համար։ Այնինչ Սուրեն Զոլյանը երկրից մեկնել էր տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի լիագումար նիստին մասնակցելու նպատակով, սակայն հենց Արմեն Աշոտյանի նշված ժամանակահատվածում նախարարությունը պետք է ստուգումներ իրականացներ բուհում ուսանողների ու դասախոսների բողոքների հիման վրա։ Ապրիլի 11-ին Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ վերջերս լեզվաբանական համալսարանում անառողջ մթնոլորտ էր տիրում, որոշ դասախոսներ լքել են բուհը, իսկ ուսանողները բազմաթիվ խախտումների մասին բարձրաձայնել։ Կրթության գիտության նախարարի խոսքով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում որոշ խախտումներ են բացահայտվել, որոնց շուրջ բուհն արդեն պարզաբանումներ է տվել, սակայն խոսելով այս միջադեպի հիմքերի մասին բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը ARM ռադիոյին տված հարցազրույցում մատնանշել է, որ հավանական է իրական պատճառը կայանում է նրանում, որ քողարկված նպատակ կա միավորել մանկավարժական համալսարանը Բրյուսովի անվան լեզվաբանականին։ Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ նախօրեին երեկոյան Արմեն Աշոտյանն այդ վարկածը որպես անհեթեթություն է որակել, Սուրեն Զոլյանը նշեց. Եթե դա հայտարարել է, ես շատ ուրախ եմ, բայց ցավոք սրտի ես տարբեր աղբյուրներից այս ամենը լսել եմ, եւ ցավոք սրտի նախարարի կեցվածքը վկայում է, որ այդպիսի մտադրություններ կան, փորձում են հարցը լուծել թե փոխելով ռեկտորին կամ ինչ-որ առհասարակ պաշտոնակատակ նշանակել։ Համենայն դեպս ես միտում եմ տեսնում, որովհետև նախարարության հետ մեր փոխհարաբերություններում պիտի լինեն գոտեն զուտ գործնական հարաբերություններ։ Դրա համար եկեք հավատանք, որ դա լինի ոչ թե Facebook-յան, այլ պաշտոնական հայտարարություն, որպեսզի փարատվեն այն հիմքերը, որոնք կան ոչ միայն ինձ մոտ, այլ նաև ուրիշների։ Համենայն դեպս այն հիմքերը դա նախարարության խոչընդոտումն է մեկ նոր մասնագիտությունների և մեկ միջազգային կապերի զարգացմանը։ Ավելին, բուհի ռեկտորը որևէ այլ տրամաբանական և հիմնավոր բացատրություն նման գործողությունների համար չի կարող գտնել, չէ որ տույժի կիրառումը կարելի է աննախադեպ երևույթ անվանել մեր կրթական պրակտիկայում։ Սա են փաստում հենց կրթության և գիտության նախարարությունից, մասնավորապես իրավաբանական վարչությունից, որի ղեկավար Վահե Բազայանը պատասխանել է ARM ռադիոյի որոշ հարցերի։ Նախադեպերի մասին չեմ կարող ասել, գուցե նման նախադեպ չի եղել, իսկ ինչ է ենթադրում կարգապահական տույժը, ընդհանրապես կարգապահական տույժը կիրառվում է նպատակ ունենալով, որ աշխատողը այսուհետ գործի օրենսդրության պահանջներին համապատասխան եւ իր լիազորությունները չվերազանցի, այլ կրթական հաստատություններում իրականացվել են նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, կարող եմ ասել, որ մասնավոր բուհերում լիցենզավորման պարտադիր պայմանների պահանջների համապատասխանության ստուգումներ են իրականացվել 10 թվականին, 11 թվականին եւ դրանց արդյունքներով նախարարի կրթության նախարարի հրամաններով բազմաթիվ բուհերի կրթական գործունեության լիցենզիաները կասեցվել են։ Հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այս աղմուկն արդեն սկսել է քաղաքական երանգներ ստանալ։ Որոշ ԶԼՄ-ներում տարածվեց, որ նման վերաբերմունքի Զոլյանն արժանացավ ԲՀԿ-ին սատարելու համար։ Այնինչ դա ռեկտորն անհեթեթություն է համարում։ Դա բացարձակապես սուտ է եւ դրա վերաբերյալ իր հայտարարությունն է այլ թե ԲՀԿ-ն, թե ես։ Ես իմ հայտարարության մեջ հատուկ նշել եմ, որ ես որևէ կուսակցությանը չեմ հարում, այլապես ես կարող եի իհարկե մասնակցել եւ որպես տեխնացու պատգամավորության, բայց տվյալ դեպքում հարցը հատուկ տրվում է այդպես, որպեսզի շեղեն հարցի բուն իրավական կամ բովանդակային կողմից։ Նմանատիպ քաղաքականացված շահարկումներից խուսափելու համար Սուրեն Զոլյանն իր առաջարկը հնչեցրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Որպեսզի անհարկի ձևով չքաղաքականացվի այս ամենը, ես երեք հանդես եմ եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկել եմ առաջինը, պես ասած յուրահատուկ հրադադար կանքել մինչև ընտրությունների ավարտը։ Ընտրությունների համատեքստում ամեն ինչը դիտարկվում է այլ տեսանկյունից եւ փոխանակ մտածեմ, որ միգուցե
ռեկտորը պատվի եւ արժանապատվության զգացում ունի, մտածում են, թե որ քաղաքական ուժի պատվերն է կատարում։ Մյուս կողմից դա կարող է վնաս հասցնել հենց այն կուսակցությանը, որը ներկայացնում է պարոն Աշոտյանը։ Այն կուսակցությանը, որտեղ ես շատ բարեկամներ ունեմ, ընկերներ ունեմ եւ որի առաջնորդ նախագահի հանդեպ խորը արգելք եմ ստացվում։ Ուրեմն ես ձերք եմ մնալու հրապարակային ելույթներից, սպասելով ով նույնը անի եւ պարոն Աշոտյանը։ Առաջարկի մասին տեղեկանալուց հետո նախարար Արմեն Աշոտյանը հետևյալ պատասխանը տվեց. Ես չեմ կարծում, որ մինչ այդ հայտարարությունը գտնվում ենք ինչ-որ պատերազմի մեջ։ Նորից կրկնեմ, որ իրավական պետության ճանապարհին օրենքից դուրս որևէ լուծում ընդունելի չէ։ Անհասկանալի է եւ շատ տարօրինակ է ռեկտորի պահվածքը եւ ես չգիտեմ, թե ինչպիսի զինադադարների մասին է խոսքը եւ ինչպիսի մարտական գործողությունների մասին է խոսքը, բայց ամենայն դեպս կարծում եմ արդարությունը վերականգնելու կամ վերահաստատելու, մեր դեպքում վերահաստատելու համար լավագույն տեղը դատարանն է։ Անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, որոնք այս երևույթը կապում են քաղաքական գործընթացների հետ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, որոնք այս երևույթը կապում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հնարավոր լուծարման հետ, անհեթեթ են բոլոր այն լուրերը, որոնք այս երևույթը կապում են շենքի վաճառքի հետ եւ անհեթեթ են բոլոր այն լուրերը, որ իբր թե ուսանողներ են տուժելու եւ ոչ մի ուսանող կրթության նախարարության գործողությունների արդյունքում երբեք չի տուժել եւ չի էլ տուժելու բոլոր այն մասնագետները, որոնք ստացել են դիպլոմներ, որտեղ գրված են մասնագիտություններ, որոնք չկան Հայաստանի Հանրապետության մասնագիտությունների պաշտոնական ցանկում, նույնպես չեն տուժելու։ Քանի որ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը համարում է, որ կրթության եւ գիտության նախարարը գերազանցել է իր լիազորությունները, նրան ենթարկելով կարգապահական տույժի, այս կապակցությամբ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի վերոնշյալ հրամանը մի խումբ իրավաբանների կողմից ենթարկվել է փորձաքննության, որի եզրակացությունը տարածվել է ԶԼՄ-ներում։ Դրանում մասնավորապես ասվում է. պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի նկատմամբ ընդհանրապես իսկ բուհի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ հատկապես ոչ միայն որևէ նախարար, այլև հենց հիմնադիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ։ Նախարարը որպես հանրային ծառայող օժտված է ստորադաս հանրային ծառայողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությամբ։ Տվյալ դեպքում համալսարանի ռեկտորը ոչ միայն ստորադաս չէ նախարարին, այլև չի համարվում հանրային ծառայող։ Ըստ այդմ նախարարի հրամանն առ ոչինչ է։ Սուրեն Զոլյանն այս ամենին հավելում է եւս մեկ առաջարկ նախարար Աշոտյանին։ Երկրորդը, հարցի լուծումը թողնենք դատարանին։ Ես ողջունում եմ պարոն Աշոտյանի վերջի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է դատարանում ապացուցել իր օրենքի սահմաններում գործելու, ինչպես նաեւ իր կրթական քաղաքականությանը համապատասխանեցում է Հայաստանի օրենսդրությանը։ Եթե այդպես է, ապա իրոք է շատ ուրախ կլինեմ, հատկապես որ ինքը հայտարարել է իմ, այդպես ասած, ես իր խոսքերն եմ մեջբերում, իրավական առումով ապիկարության մասին։ Ուստի, եթե ինքը պատրաստական է այս ապացուցել, ես առաջարկում եմ երկրորդ իմ առաջարկը։ Հանդիպել դատարանում պայմանով, որ ապիկարը, ով պարզի որ ապիկար է, իրավական առումով պարտավորվում է այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացական պաշտոններ։ Սպասում եմ պարոն Աշոտյանի պատասխանին։ Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ դատական մարմիններին եւ նկատել, որ այլևս զերծ է մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից, հավելելով, որ նույնն ակնկալում է նաեւ պատասխանող կողմից գոնե միջև ընտրությունների ավարտը։ Ժիրայր Ոսկանյան, Արմ ռադիո։ Տեղեկատվության դարաշրջանին համահունչ թվայնացվում է տարբեր ոլորտների վարչարարությունը։ Կրթության եւ գիտության ոլորտը անմասն չէ այդ նորարարությունից։ Համաշխարհային վարկային ծրագրով արդեն Երևանում են շուրջ 1400 համակարգչային սարքեր, որոնք տրամադրվելու են հանրապետության բոլոր դպրոցներին։ Իդեպ կրթության գիտության նախարարությունը բացի տուժ ու տուգանք կիրառելուց զբաղվում է նաև կրթության որակի բարձրացմամբ։ Թեմային անդրադառնում է Զարուհի Մեջդումյանը։
Հանրապետության բոլոր 1360 դպրոցներին կտրամադրվեն նոր ու ժամանակակից համակարգիչներ, նաև սարքավորումներ, համակարգիչ, բազմագործառութային տպիչ, նաև հոսանքի անխափան սնուցման սարք։ Այս մասին տեղեկացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով այսօր այցելել էր Unicomp ընկերություն, որտեղ և տեստավորվում էին նոր համակարգիչները։ Նախարարը նշեց, որ ծրագիրն իրականություն է դարձել կրթության որակ և համապատասխանություն վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում։ Համակարգիչները ծառայելու են դպրոցների վարչահարությանը, էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման նպատակով։ Եթե 3 տարի առաջ համակարգիչ աշակերտ հարաբերակցությունը մեզ մոտ 38 էր, մեկ համակարգչին բաժին էր ընկնում 38 աշակերտ, ապա այսօր մենք ունենք ցուցանիշ, որը մոտ է Եվրոպական միության միջինացված ցուցանիշին, այն է 1:22-ի, այսինքն 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ։ Համակարգիչներում առաջիկայում կտեղադրվեն դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագրեր։ Կկազմակերպվի նաև վերապատրաստման դասընթաց, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների աշխատակիցները։ Բնականաբար կմիացվի նաև ինտերնետ կապ, իսկ ինչպիսին է այսօր մեր դպրոցներում համակարգչային հագեցվածության մակարդակը։ Միջինացված ցուցանիշը, թե մեկ դպրոցում քանի համակարգիչ մենք ունենք, այս պահի դրությամբ մեկ դպրոցին բաժին է ընկնում 11 ու 2 համակարգիչ։ Միջինացված ցուցանիշն։ Իհարկե կան դպրոցներ, որտեղ համակարգչային համակազմը մի քանի տասնյակ է, կան դպրոցներ փոքրականակ աշակերտներով, որտեղ համակարգչային լսարանները 3-ից 5 համակարգիչ են իրենց մեջ պարունակում։ Ուզում եմ ասել, որ իմ հայտարարած ցուցանիշները չեն ներառում դեռ այս նոր 1410 համակարգիչները, որոնց տեղադրումից հետո բնական է, որ այդ ցուցանիշները ել ավելի կբարելավվեն։ Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանը նկատեց, որ նոր սերնդի համակարգիչներ են ներկրվել, Pentium 4-ի սերնդից մի քանի սերունդ նոր։ Այսօրվա դրությամբ աշխարհում ուղղակի սրանից ավելի բարձր մոդելներ չկան իրենց կարողություններով եւ աշխատելու երկարությամբ, այսինքն իրենց միջին աշխատանքը 7-8 տարի առնվազն առանց ոչ մի խնդրի կաշխատեն։ Կրթության և գիտության նախարարը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, այսօր հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններ 2012։ Ոստիկանության նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է ընտրություններին ընդառաջ կլոր սեղան քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր ընտրացուցակների անճշտություններին, ոստիկանության հետ շտաբերի, դիտորդների եւ այլ շահագրգիռ սուբյեկտների համագործակցությանը, հանրության իրազեկվածությանը վերաբերող հարցեր։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ոստիկանությունն արդեն սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ընտրական գործընթացները կազմակերպվեն պատշաճ մակարդակով, թափանցիկ եւ նվազագույն խախտումներով։ Ոստիկանության աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկելու նպատակով Երևանում կազմակերպվել էր ընտրություններին ընդառաջ կլոր սեղան քննարկում։ Միջոցառման մասնակից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սարոկինը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել համապատասխան կառույցների հետ, որպեսզի ընտրություններն անցկացվեն պատշաճ մակարդակով։ Անդրեյ Սարոկինը կարևորեց իրավունքների վերաբերյալ քաղաքացու իրազեկվածությունը, որը կօգնի առավել ճիշտ եւ առանց խնդիրների անցկացնել գործընթացը։ Ես հույս ունեմ, որ այս քննարկումը կծառայի իր նպատակին եւ հասարակությունն առավել տեղեկացված կլինի սեփական իրավունքների վերաբերյալ։ Բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկել ընտրական գործընթացները թափանցիկ կազմակերպելու եւ հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ։ Շատ կարեւոր է ոստիկանության համագործակցությունն ինչպես մասնակից քաղաքական ուժերի, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության հետ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Օնո Սիմոնսն էլ հիշեցրեց, որ Եվրոպական միությունն ակնկալում է ազատ արդար թափանցիկ ընտրություններ։ Նրա խոսքով թափանցիկ ընտրությունների առկայության պարագայում էլ կապահովվի ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Դրա առկայությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացումների վկայությունն է։ Մենք ուշի ուշով հետևելու ենք ընտրական գործընթացներին եւ իրապես ազատ արդար ընտրությունների պարագայում կառաջնորդվենք ավելի դիմաց սկզբունքով։
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամեն հնարավոր միջոցները ձեռնարկվում են։ Առաջին քայլերից մեկը ոստիկանության կողմից օպերատիվ շտաբի ստեղծումն է, որն անմիջականորեն զբաղվում է ընտրական գործընթացին վերաբերող յուրաքանչյուր հարցով։ Իմ կողմից արդեն մի շարք հանձնարարականներ են տրվել անձնակազմին Արտազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում եւ հատկապես ընտրությունների օրը հետեւողական լինել ցանկացած իրավախախտումների հանդեպ եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կանխել ընտրական գործընթացին խոչընդոտող յուրաքանչյուր փորձ։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքացիներին ընտրական գործընթացին վերաբերող ցանկացած իրավախախտում արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն։ Ոստիկանության պետը վստահեցրեց, որ կպատժվի օրենքի խախտում կատարած յուրաքանչյուր անձ անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը որ քաղաքական ուժն է ներկայացնում։ Ցանկացած ահազանգ ձեր կողմից հնչեցված, ես նորից նայելով ձեր աչքերի մեջ ասում եմ, անձնական պատասխանատվություն ենք կրում ենք դրա համար։ Մենք պատասխանելու ենք, մենք ճշտելու ենք, մենք ստուգելու ենք։ Վերևներում հասկացված է ամեն ինչ, բայց երբ ներքևում արդեն անձնական շահերի հարց է բարձրանում, ընտրատարածքներում, իհարկե արժիմալ ծառայություններ մատուցողներ կլինեն, բայց անկախ նրանից, որ կուսակցության անդամ կլինի, անկախ նրանից ինչ դիրք կզբաղեցնի, ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում եւ շատ խիստ եւ սառը ցնցող է լինելու ցանկացած արկածախնդրի համար, որտեղից էլ ուզում է դրանի, ես անձնական երաշխիքն եմ դրան։ Մեր խնդիրն օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովումն է, իսկ ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական եւ վերկուսակցական բնույթն ու գործունեությունը, ասաց Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ վերջին շրջանում ծավալվող խոսակցություններին, ոստիկանապետը նշեց, որ բնականաբար ցուցակներն անթերի չեն եւ իրենք մեկ անգամ եւս կոչ են անում անճշտությունների հայտնաբերման դեպքում դիմել ոստիկանություն, արդեն ահազանգեր եղել են եւ արդյունքները տեսանելի են։ Մտածում ենք, որ կունենք թերությունները եւ տեղամասային տեսուչների ինստիտուտը ուղղակի բնակարաններով հասցեներով մենք մտնում եւ ստուգում ենք։ Հիմա այդ գործընթացը գնում է։ Եթե ես չեմ սխալվում, մենք այսօրվա դրությամբ ունենք 1800-ից ավել արդեն մաքուր հիմնավորված հանված ցուցակներ օպերատիվ շտաբի կազմում կազմված են արագարձագանքման խմբեր, որոնք ըստ տարածքների, ըստ ռեգիոնների եւ տեղի ոստիկանության հետ ուղղակի ստուգում են բոլոր հասցեները։ Գործընթացը շարունակվում է ցանկացած անճշտության դեպքում յուրաքանչյուրը կարող է զանգահարել օպերատիվ շտաբի հեռախոսահամարներով, մասնավորապես թեժգծի հեռախոսահամարներն են 010 54 69 12 կամ 010 54 69 14, հերթապահ մասի հեռախոսահամարներն են 010 58 75 00 կամ 010 52 03 10, միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների համար գործում են 010 54 46 48 կամ 010 56 12 37 հեռախոսահամարները։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Իդեպ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր Փեսացուի սպանության գործին։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Գյումրիում Մայր Հայաստան հուշարձանային համալիրի մոտակայքում Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Լրագրողների խնդրանքով ոստիկանապետն անդրադարձել է նաև նախկին աղմկահարույց սպանություններին, որոնք մինչ օրս բացահայտված չեն։ Ի սկզբանե ասեմ, որ դա քաղաքական հենք չունի, միանշանակ պնդում եմ դա, երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան, էսպարական բացառություն չի կարող լինել, շատ շուտապույտ բացահայտումը կլինի։ Եկեք մենք չշրջանառենք ոչ մի կասկածյալների անուններ, որովհետև մեր մասնագիտությունն այնպիսին է եւ հատկապես տաք հետքերով երբ քննություն է կատարվում, մենք կարող ենք որոշակի շեղումներ ունենալ եւ անուններ հայտարարելը դա ոչ օրենքով է նախատեսված եւ նպատակահարմար չի, բայց ես ձեզ ասում եմ, որ չբացահայտվող հանցագործություններ չկան եւ այս հանցագործությունը չի կարող բացառություն լինել։ Իմ նշանակման օրվանից բոլոր նախկինում չբացահայտված գործերը, այդ թվում նաեւ գնդապետ Մահերյանի գործը քննարկվում են իմ մոտ 2 օրը մեկ պարտադիր, զեկուցում են բոլոր չբացված գործերով աղմկահարույց գործերով
ընթացքը եւ գտնվում են իմ անձնական հսկողության տակ։ Իհարկե դժվար է, երբ ի սկզբանե դու չես զբաղվում գործով, բայց պրակտիկան եւ մեր օրինակները այս ամիսների մեջ ցույց տվեցին, որ այնուամենայնիվ մեր մոտ հաջողվում է բացահայտել նույնիսկ 18-20 տարվա սպանություններ։ Թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել են ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ներկայացնող թեկնածուներ, նաև անկուսակցականներ։ Բանավեճի հրավիրված ընտրատարածքում առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներից ներկա են եղել միայն ՀՅԴ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Եղիազարյանը եւ ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը։ Մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը 80-ականներից Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչ է։ Իր թեկնածությունն առաջադրելու նմանօրինակ որոշում կայացրել է այն պատճառով, որ համայնքը շատ վատ վիճակում է գտնվում, իսկ արդեն այս ընտրատարածքից ընտրված պատգամավորին նույնիսկ դեմքով չի ճանաչում։ Ընտրությանը մասնակցելով էլ ինքն իր կուսակցության օրինակով փորձելու է ժողովրդին վստահություններ շնչել վաղվա օրվա համար, իսկ ՀՅԴ-ն ունի իր ծրագիրը, որի գնահատականը ժողովուրդը կտա։ Արթուր Եղիազարյանը նաև հավաստիացրեց, որ շատ մանրակրկիտ մշակված եւ առաջին հայացքից գուցե հավակնոտ թվացող ծրագիր է, որի հիմնական շեշտը դրված է սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա ու ներկայացված են նաև դրանց ուղիները։ Մնացած արժեքները ստորադասում են, երբ որ ժողովուրդը երկիրը լքում է, արդեն նա օտարվել է, նա խորթանում է, նա չի սիրում երկիրը։ Ինչ ուրիշ արժեքներ կարող են առաջնային լինել, եթե ոչ առաջինը նրա սոցիալական խնդիրները լուծելը։ Այսինքն մարդը պետք է հարազատանա իր երկրի հետ, ինքը պետք է սիրի այդ արժեք որպես դիտի, որպեսզի պատրաստ լինի մնացած գործառույթներին մասնակցելու։ Չի կարելի այսօր սոցիալականը դիտել որպես երկրորդական գործընթաց, սա առաջնայինն է։ Եվ հետևաբար մեր ծրագիրը եւ պլատֆորմը ամբողջությամբ կառուցված է առաջնայինության տալով սոցիալական խնդիրներին։ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը հավաստիացրեց, որ ինքը գնում է ազգային ժողով աշխատելու եւ նոր օրենքներ մշակելու։ Նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանն նախ ազգային ժողով գնալու իր միտումը բացատրեց իշխանական ողջ համակարգի փոփոխմամբ, ապա հայտարարեց, որ Հայաստանում խնդիրը ոչ թե օրենքների փոփոխումն է, այլ դրանց հավասար կիրարկում ապահովելը։ Այդ օրենքի կիրարկումը արդեն պրակտիկայում, երբ որ դա մեկի համար մեկ ձևով է կիրարկում, մեկի համար մեկ ձևով, այս դա կարևորագույն խնդիրն է եւ կարծում եմ, որ ապագա ազգային ժողովի հենց խնդիրներից մեկը պետք է լինի ինչ որ ձևով էլի օրենքի շրջանակներում հնարավորություն ունենալ մասնակից դառնալ այն աշխատանքներին, որոնք հնարավորություն կտային քաղաքացիներին, բիզնեսմեններին, իսկապես օրենքի հավասարության կիրարկում ապահովել։ Եվ մեր պետության մեջ ամենամեծ խնդիրը դա է, կրնի սոցիալական կյանքում, կրնի քաղաքական կյանքում։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ընդդիմությունը պետք է համատեղ թեկնածուով հանդես գա, ավելի ծանրակշիռ ներկայանալու եւ ավելի շատ ձայն հավաքելու համար, Վահագն Խաչատրյանը դա քիչ հավանական համարեց մի շարք պատճառներով։ Համոզված չեմ, որ մեր էլեկտորատը նույնն է, ասենք նույն հայեղապահական դաշնակցության եւ հայազգային կոնգրեսի, եւ չեմ կարծում, որ մենք իրար կխանգար ենք այդ առումով։ Ընդհակառակը, մենք մեր ընտրազանգվածին ներկայանալով հանդերձ հնարավորություն չենք տա, որ այդ ընտրազանգված, այսպես ասած, անորոշության վիճակում լինեն, հստակ դիրքորոշում կունենան։ Ընդդիմադիր դաշտից պատգամավորության երկու թեկնածուներն էլ հայտարարեցին, որ անելու են ամեն բան, որ ընտրություններն ազատ ու թափանցիկ լինեն, իսկ ընտրությունները վերահսկելու համար ցանկացող քաղաքական ուժերը կարող են համագործակցել, նշեց Արթուր Եղիազարյանը։ Քաղաքական ուժերի շտաբերը պետք է իրար հետ համակարգեն։ Մենք մարդկային ռեսուրսներ ունենք եւ ուսակցության շարքերում եւ քվեի շարժումով բավականին թվով կամավորներ միացան։ Ես վստահում եմ, եթե տեղամասային հանձնաժողովում միջև վերջ կանգնող 1-2 մարդ լինի, կարևորը ստեղ է դա 1-2 մարդ ամեն տեղամասում միջև վերջ կանգնող լինի, վստահում եմ այն քվեները, որոնք կհայտնվեն քվեատուփում, ուրեմն կարտահայտեն ինչը որ կա։ Իհարկե սա մասը խոսքը չի գնում, դեռ միջև ընտրությունները ինչ գործընթացներ են տանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է մասնակցի ընտրություններին ու համոզված լինի, որ ընտրություններին իր քվեն վճռորոշ է լինելու եւ իր քվեով է ձևավորելու այդ իշխանությունը, լավ թե վատ, եզրափակեցին բանախոսները։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին զուգահեռ քարոզարշավի շրջանակներում ակտիվ գործունեություն են ծավալում նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեխնացուները։ Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Գրիգորյանը Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չնայած նրան, որ հիմնական առաջատարներ դիտարկվում են Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը, միևնույն է Տիգրան Գրիգորյանը վստահ է, որ լավ աշխատանքի արդյունքում լուրջ հաջողությունների կարող է հասնել։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Գրիգորյանը վստահ է, որ նոր ասելիք ունի։ Նա երիտասարդ է եւ պատրաստվում է խորհրդարան անցնելու պարագայում ի թիվս ժողովրդին հուզող այլ հարցերի հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդության խնդիրներին։ Նրա կարծիքով այսօր պետության կողմից իրականացվող երիտասարդներին ուղղված ծրագրերից ոչ բոլորն են կարողանում օգտվել։ Երկրում վարվում է խտրական երիտասարդական քաղաքականություն։ Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող ծրագրերը հիմնականում ուղղված են ճակերտավոր տար երիտասարդական խմբերին, որոնք այս կամ այն կերպ համախմբված են իշխանության շուրջը բայց նրանք հաստատ երիտասարդների մեծամասնությունը չեն կազմում եւ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ընդգրկված չեն կազմակերպություններում, կառույցներում, կրթական հաստատություններում եւ նրանց կողքով անցնում է այս երիտասարդական քաղաքականությունը։ Տիգրան Գրիգորյանը կարևոր է համարում կադրային քաղաքականությունը, որն ըստ նրա այդքան էլ արդյունավետ չէ։ Նրա խոսքով անհրաժեշտ է կրթական համակարգն առավել բարելավել, որ ուսումնական հաստատությունն ավարտած երիտասարդն արդեն պատրաստի կադր լինի եւ կարողանա մրցունակ լինել աշխատաշուկայում։ Կրթական համակարգը պետք է ունենա առաքելություն, բացահայտել հասարակության ողջ ինտելեկտուալ ներուժը եւ երկրում ընդհանրապես չպիտի լինի որևէ մի երիտասարդ պատանի կամ երեխա, ով դրսևորելով լավագույն ինտելեկտուալ հնարավորություններ չի գտնում ուսում ստանալու հնարավորություն կապված ֆինանսական խնդիրների հետ։ Շատ կարևոր է երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որ պետական կառավարման համակարգը գրավիչ լինի լավագույն կրթությամբ եւ իրենց ինտելեկտուալ հատկանիշներով աչքի ընկնող երիտասարդ գործիչների համար։ Թիվ 7 ընտրատարածքում падգամավորի մանդատի համար պայքարելու են նաև Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Տիգրան Գրիգորյանն իր մրցակիցն է համարում բոլոր առաջադրվածների եւ նշում, որ ճիշտ չէ հրապարակումներում միայն այդ երկու տեխնացուների անունները շրջանառելը, անտեսելով իրեն։ Ըստ էության, երբ որ ես առաջադրեցի իմ տեխնացությունը, սկզբից զգացի ինֆորմացիոն բլոկադայի ինչ-որ գուցե չպայմանավորված, բայց ինֆորմացիոն բլոկադայի երևույթ։ Այսինքն ներկայացվում էր տվյալ ընտրատարածքում տեխնացուներին, բացի ինձ։ Հետո այնպես ստացվեց, որ երկու կողմից, թե իշխանական, թե արմատական ընդդիմության կողմից եղան մեղադրանքներ, որ ես հակառակ կողմի ներկայացուցիչն եմ։ Եվ ես եկա ընդհանուր վերլուծությունների արդյունքում այն եզրահանգման, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը ընդհանուր մի կարևոր առաքելություն ունեն, հնարավորինս նեղացնել այն դարպասները, որոնց միջոցով քաղաքական ասպարեզ են մտնում նոր քաղաքական դեմքեր։ Իսկ արդյոք թիվ 7 ընտրատարածքի ընտրողների շրջանում Տիգրան Գրիգորյանը ճանաչված է եւ արդյոք կա խորհրդարան անցնելու հնարավորություն։ Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ունի լավ կազմակերպված թիմ եւ իրենց ունեցած հնարավորության սահմաններում բոլոր միջոցները ձեռնարկելու են ժողովրդի վստահության քվեն ստանալու համար։ Ժամանակը ցույց կտա ով է հիմնական մրցակիցը եւ ով է լինելու ամենաակտիվ պայքարի մեջ։ Հասարակությունը բազմաշերտ է, մարդկանց հետաքրքրությունները տարբեր են եւ տարբեր արժեհամակարգեր ունեցող մարդիկ կարող են ընտրել տարբեր տեխնացուների։ Իսկ թե ով կստանա ժողովրդի քվեն եւ արդյոք նրանք կարձագանքեն ընտրողները տվյալ ընտրատարածքի, ինչպես կարձագանքեն մեր գաղափարներին եւ մոտեցումներին, դա արդեն մայիսի 7-ին կիմանանք երևի։ Տիգրան Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց բանավիճել թիվ 7 ընտրատարածքում առաջադրված մյուս տեխնացուների հետ։ Նրա խոսքով դրանից կշահի միայն ընտրողը, քանի որ բանավեճի շրջանակներում հնչած հարցադրումների միջոցով հնարավոր կլինի առավել մանրամասն եւ բազմակողմանին ներկայացնել ծրագրերն ու նպատակները։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Անցնենք առաջ եւ լսենք, թե ինչ շեշտադրումներ է առաջարկում իր ծրագրում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում առաջադրված Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը համայնքում առկա հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Լուսինե Նորեկյանն է ներկայացնում։
Մարդկանց հոգսերի թեթևացում եւ խնդիրների լուծում, նոր աշխատատեղերի ստեղծում եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացում։ Սրանք Շենգավիթ վարչական շրջանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով падգամավորության թեկնածու առաջադրված Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանի նախընտրական ծրագրերի գլխավոր թիրախներն են։ Լյովա Խաչատրյանը Արագածոտնի մարզում 2 անգամ եղել է падգամավոր, որի ընթացքում փորձել է բարեկարգել տարածքը։ Վերջինիս հավաստմամբ իր падգամավորության շրջանում մարզում վերանորոգվել են ջրագծերն ու կառուցվել համայնքի ճանապարհները։ Այդ տարիների ընթացքում փորձեցի ինչ-որ բան անել իմ տարածքի համար, որտեղից առաջադրվել եւ ընտրվել էի, օգնել գյուղատնտեսությանը, գյուղացուն ոտքի կանգնեցնել ենք, այն չափով, որ չափով ես կարող եմ, արգեսի նկատի չունեմ, թե անձնական գումարներով, պարզապես տարբեր ծրագրեր կային, որոնց հետ աշխատել էր պետք, որոնց ներգրավել էր պետք, եւ կարծես թե այդ տարիների ընթացքում ստացվեց իմ աշխատանքը մարզում։ Լյովա Խաչատրյանը այսօր իր համար որպես հակառակորդ տեսնում է ժամանակը, ինչպես ինքն է ասում, 20 տարի անընդմեջ աշխատել է եւ այսօր էլ կհասցնի դեռ աշխատել։ Թիվ 12 ընտրատեղամասում իր բոլոր մրցակիցներին համարում է արժանի հակառակորդներ։ Վերջինի փոխանցմամբ 60,000-ից ավելի քարոզիչ ունի, որովհետեւ իրոք եղել է համայնքի խոսնակը կառավարությունում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեծամասնական ցուցակով առաջադրված падգամավորության թեկնածուն նշում է, որ այս տարիների ընթացքում բավականին մեծ գործ է արել, սակայն ինչպես իր խոսքում նշում է Լյովա Խաչատրյանը, որքան կառուցեց, այնքան մարդիկ պակասեցին, ուստի հասկացավ, որ առանձին ոլորտ վերցնել եւ շտկել հնարավոր չէ։ Այս ճգնաժամից եւ հիվանդ վիճակից պետք է դուրս գալ։ Այսօր ես հասկացա, ոչ միայն գյուղատնտեսությունն է հիվանդացել, երկիրն է, երկիրը պիտի բուժենք։ Մարդիկ արտագաղթում են, այդ վարկերը սեմմշկի պես բաժանեցին։ Բարձր տոկոսներով 90%-ը ուղղակի կամ փոխկապակցված վարկային պարտականությունների տակ է։ Փորձում են տունը, ընտանիքը։ Ես հասկացա, որ սա պետք է կոմպլեքս ընդհանուր լուծում գտնենք մենք, չի հնարավոր չի միայն գյուղացով։ Դրա համար վերադարձա, ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, ես ինձ սենատոր եմ համարում, որովհետև ես պարզապես ուզում եմ զբաղվել ներկայացնել իմ տարածքի խնդիրները, գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, տարբեր ծրագրերին եւ ինչ որ բանով օգտակար լինել։ Իսկ հարցադրմանը, թե խորհրդարան անցնելուց հետո արդյոք նա հետևողական կլինի իր առաջադրած ծրագրերին, բանախոսը վստահեցրեց, որ ամենայն ուշադրությամբ եւ հետևողականությամբ կհետևի իր առաջադրած ծրագրային հիմնադրույթների բոլոր ուղղությունների ամբողջական իրականացմանը։ Եվ բացի խորհրդարանական ակտիվ գործունեությունից, ընտրատարածքում բացահայտված բոլոր հիմնախնդիրները վարչական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում կստանան լուծումներ։ Ազգային ժողովի падգամավորության թեկնածուն վստահեցնում է, որ ոչ մի խնդիր ուշադրությունից դուրս չի մնա։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Որքան էլ նախընտրական վիճակը լարված լինի, այդուհանդերձ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, ԶԼՄ-ները անկախ օբյեկտիվ լինել չլինելուց պահպանում են հավասարակշիռ լուսաբանման սկզբունքը։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկի մի քանի օրվա մասին նման գնահատական տվեց Ժառանգություն կուսակցության մեծամասնական ընտրացուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը։ Ներկայացնում է Սոնա Կարապետյանը։ Ընդհանուր առմամբ նորմալ գնահատելով նախընտրական քարոզչության մեկնարկը, Ժառանգություն կուսակցության մեծամասնական ընտրացուցակով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանը նշում է, որ շատ հանգիստ կազմակերպվում է իր քարոզարշավը։ Այդուհանդերձ նույնը չի կարելի ասել մարզերի մասին, հայտարարեց Անահիտ Բախշյանը եւ որպես օրինակ բերեց Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի միջադեպ։ Ես երեք ամբողջ օրը Արագածոտնի մարզում էի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հնչեցին այսպիսի ուրեմն զգուշացումներ, որ դուք նախապես մեզ պիտի գրավոր տեղյակ պահեիք, որ Ռաֆ Հովհաննիսյանը պիտի գա այս գյուղ կամ այս քաղաք, ապարան եւ այլն։ Թե քաղաքապետի ապարանի, թե մի գյուղի գյուղապետի հետ երկար բարակ զրույցից հետո թե ինչի հիմա վրա եք մեզնից դա պահանջում, ինձ ասեց հանրաքվեի մասին օրենքով, ասիկուցի հանրահավաքների մասին օրենքով։ Ասեմ ջանս, մենք քարոզարշավ ենք գալիս, մենք հանրահավաք չենք անում, մենք պարտավոր չենք գրավոր տեղեկացնել։ Վերջում իհարկե ասեց, հա, բարով գա։ Անահիտ Բախշյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ի թիվս այլ խնդիրների եւ անելիքների կարևորեց այն, որ պետք է յուրաքանչյուր մարդու հասկանալի ու ընկալելի դարձնել մի հանգամանք, այն է, որևէ մեկը չի կարող վերահսկել իր քվեարկությունը։ Որևէ մեկը, ոչ գրիչով, ոչ կամերաներով, ոչ չգիտեմ, խափում են ժողովրդին, թե գրիչը որ քեզ տալիս են դրա ծայրին կամերա կա, այնի ցույցը տալու, թե դու ոնց ես քվեարկել։ Մեր ժողովուրդը պիտի ինքը իրեն հավատա, ամենակարևորը ինքը գնա արժանապատիվ քվեարկի գախնի։
եւ ընտրա տեղամասում այդ գաղտնիությունը պետք է ապահովի հանձնաժողովի կողմից, որը պիտի լինի բոլորիս պահանջը։ Այս ենթատեքստում Անահիտ Բախշյանը թեև գնահատելի է համարում այս խորհրդարանական ընտրություններում Հայաստանում նորարարություն համարվող exit poll-ի անցկացումը, այդուհանդերձ չի բացառում, որ կլինեն նաև խախտումներ։ Մեր իշխանությունը ընտրական օրենսգրքում ժառանգության այն առաջարկությանը, որ ընտրությունից հետո, այսքան ժամ հետո, երբ որ արդյունքները հրապարակվեցին, ամեն ինչ նորմալ, հրապարակել ցուցակները, կախել, որ մարդիկ գնան տեսնեն ստորագրությունները, իսկապես իրենցն է, իսկապես իր հարևանը, որ արդեն 100 տարի իր տանը չի ապրում, նրա անվան դիմաց ստորագրություն կա եւ այլն։ Սա մեր իշխանությունը ասում է, դա մարդու ընտրելու, գաղտնի ընտրելու իրավունքի ոտնահարում է։ Այնտեղ չի երևում ում էս ընտրում։ Կատեգորիկ, ուրեմն իշխանությունը այս առաջարկը չընդունեց, բայց exit poll-ի հետ համաձայնվեն։ Փաստորեն սա ավելի կոնկրետ հարցնում է ում էս ընտրել։ Մեկնաբանելով թիվ 12 ընտրատարածքում իր տեխնատության առաջադրման պատճառներն էլ Անահիտ Բախշյանը նշեց, որ երկար տարիներ Տերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն է եղել եւ այստեղ իր ընտրազանգվածն ունի։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Exit poll սոցիոլոգիական եւ սոցիալական հետազոտական կազմակերպությունը համագործակցելով Սևծովյան Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում անցկացրել են հարցում, թե ինչպես է կողմնորոշվում ընտրողն ընտրություն կատարելիս։ Արդյունքում պարզել են, որ հարցվածների շուրջ 20%-ը գնում է ընտրության հաշվի առնելով նյութական աջակցության ֆակտորը, իսկ հարցվածների մեծ մասը դեռևս չի կողմնորոշվել։ Թեման շարունակում է Նունե Ավետիսյանը։ Արդեն երկրորդ անգամ Սևծովյան Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի պատվերով exit poll-ը մարտի 22-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում թե Երևանում եւ թե մարզերում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 2710 ընտրելու իրավունք ունեցող անձ։ Հարցաշարում ներառված է եղել 37 հարց։ Հետազոտական կենտրոնի անդամ Լևոն Անդրեասյանը արդյունքները բաժանեց 3 խմբի։ Քաղաքական կազմակերպության վարկանիշը այս պահին, ընտրողի ընտրություն կատարելու մոտիվացիան եւ ընտրողի միջինացված կերպարը։ Անդրադառնալով քաղաքական ուժերի վարկանիշին Լևոն Անդրեասյանը հայտնեց հետևյալը. Մասնավորապես հարցումների արդյունքում պարզվեց, որ երկու, այսպես կոչված հիմնական քաղաքական ուժերը միասին հավաքում են 50%-ից փոքր ինչ ավելի ձայն։ Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների մասն է խոսքը։ Սա ներառում է նաև մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորության տեխնոլոգիաներին։ Բացի այդ, ընտրական շեմը ըստ նախնական հարցումների կարող են հաղթահարել եւս 3 քաղաքական ուժեր, դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է, Հայ ազգային կոնգրեսը եւ Ժառանգությունը։ Օրինակ երկրի ես նշեցի, որ չկար։ Այնուամենայնիվ Լևոն Անդրեասյանը շարունակելով ներկայացնել հետազոտության արդյունքները նաև նշեց մի քանի բացահայտումներ, մասնավորապես 2710 հարցված մարդկանցից ընդամենը 2-ն են եղել կուսակցական։ Սոցիոլոգի կարծիքով սա խոսում է այն մասին, որ կամ հասարակությունը տեղյակ չէ, որ ընդգրկված է կուսակցությունների շարքում, կամ էլ նույն մարդիկ գրանցված են տարբեր կուսակցություններում։ Այդուհանդերձ հետազոտության արդյունքներից բացահայտել են մի շարք վտանգավոր երևույթներ եւս։ Օրինակ այն, թե ինչպես է ընտրողն ընտրություն կատարում հարցին ստացել են հետևյալ արդյունքները։ Հարցվածների 12%-ը ընտրությունը կատարում է բարեկամի ծանոթի խնդրանքով, գրեթե 14%-ը հավանում է կուսակցության ղեկավարին, մոտ 20%-ը ընտրությունը կատարում է նյութական աջակցության ակնկալիքով, իսկ ավելի քան 20%-ը չեն կարողացել հիմնավորել իրենց ընտրությունը։ Այս ցուցանիշներն անհանգստացրել էին սոցիոլոգներին, մասնավորապես Լևոն Անդրեասյանն այստեղ մեծ վտանգ տեսավ։ Այն ընտրողների վրա, որոնք որոշակի նյութական աջակցության ակնկալիքով են անում։ Սրա տակ հնչող առավել հաճախ պատասխաններն են։ Կոմունալ վարձերն եմ կվճարել, կընտրել ուսման վարձ, նույնիսկ պարտքեր, հարևան խանութին եւ այլն եւ այլն, ու շատ հաճախ հնչող միևնույնն է մեր ձայնը արժեք չունի, մեր ձայնը որևէ մեկը հաշվի չի առնելու, դրա համար ով փող տա, նրան էլ կընտրենք։ Այստեղ ամենավտանգավոր բանը ըստ մեզ որն է։ Հայաստանի Հանրապետության 60 տարեկան մարդկանց 1/5-ը ըստ էության կարող է նման տրամադրություններով առաջնորդվելով գործիք դառնալ ցանկացած նույնիսկ արտաքին ուժի ձեռքում։
Չնայած վերոնշյալ տվյալներին հիշեցնեմ, որ Արմրադիոյի երեկվա հիմնական թողարկման ընթացքում հնչած հարցման արդյունքները վկայում են, որ հասարակության շրջանում նկատելի էր հիասթափություն եւ անվստահություն կուսակցության բոլոր ուժերի նկատմամբ, ինչևից է սոցիոլոգները մեկ բացահայտում եւս ակնարկեցին։ 2710 հոգուց մոտ 195-ը տարբեր կրոնական խմբավորումների անդամներ էին, սակայն հետաքրքիրն այն է, որ բոլորն իրենց ձայնը տալու են միևնույն կուսակցությանը։ Ճիշտ է, հետազոտություն կատարած կենտրոնի ներկայացուցիչը չցանկացավ նշել քաղաքական ուժի անունը, միայն հայտնեց այն, որ տվյալ կուսակցությունն ընդդիմադիր ուղղվածություն ունի։ Նունե Ավետիսյան, Արմրադիո։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններ 2012։ Բարեկամներ, Երևանում 18:46 րոպե FM 107-ի եթերում Արմրադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդ թիվ։ Սիրիական հրադադար, փախստականներ Թուրքիայում, փորձագետների հոռետեսություն, հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնություններին եւ խոցելի խմբերին, սրտային հիվանդությունների ակտիվացման փուլ, զգուշացնում են մասնագետները։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Մեծ ութնյակի արտգործնախարարները ողջունում են Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ Այս մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թեկուզ եւ փխրուն, բայց հրադադար է հաստատվել, հավելել է նախարարը։ Սիրիայում 5 շաբթի օրվանից գործում է կրակի դադարեցման ռեժիմ։ Դա կարգավորման ծրագրի կետերից մեկն է, որն առաջարկել էր ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը։ Դեռ հրադադարը չկնքած կողմերն արդեն հասցրել են խախտել այն։ 5 շաբթի իշխանությունները հրադադարի խախտման 8 դեպք են արձանագրել ռեժիմի հակառակորդների կողմից։ Պայթեցվել է զինծառայողներով ավտոբուսը, հարձակում է կատարվել ռազմական պարեկախմբի վրա, սպանվել իշխող կուսակցության ակտիվիստ։ Ընդդիմությունը նույնպես հաշիվ է ներկայացնում իշխանություններին։ Հետապնդումները չեն դադարել, արդեն հրադադարից հետո դրանց զոհ է գնացել նվազագույնը 20 մարդ։ Հրադադարի առաջին օրվա արդյունքներով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնևում կայացած բրիֆինգում հայտարարեց. Իրավիճակը Սիրիայում կարծես ավելի հանդարտ է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի, որպեսզի թույլ չտա Սիրիայում քաոս։ Կոչ են անում երկրի կառավարությանը լիովին կատարել պարտավորությունները խաղաղ ծրագրի շրջանակում, ինչպես նաև ընդդիմությանը հրաժարվել բռնությունից։ Կոչ եմ անում Սիրիայի բոլոր ընկերներին առավելագույն ազդեցություն կիրառել, որպեսզի դադարեցնել կոնֆլիկտը։ Քոֆի Անանի ծրագիրը Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման շուրջ Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներում խոսակցությունների գլխավոր թեման է։ Բոլորն են ցանկանում, որ այս ծրագիրն իրագործվի, դատուն վերադառնալու հնարավորություն կտա, չէ որ Անանի ծրագիրը ոչ միայն հրադադարն է, այլ նաև սիրիական զորքերի եւ տանկերի դուրսբերումը քաղաքներից, իսկ դա դեռ իրականացված չէ։ Հետախուզման մեջ գտնվող ավելի քան 100 ապստամբ կամավոր հանձնվեցին Սիրիայի իրավական մարմիններին հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Դա դրական ազդանշան է։ Մինչ այդ ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Դեմիդենկոն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ընդդիմությունը չի հրաժարվել իր գլխավոր նպատակից՝ իշխանության տապալումից։ Никакие планы Кофи Аннана не сработают, потому что все равно Башар Асада будут валить, режим подтачивать. Բաշար Ասադի տապալման շատ հստակ ուղենիշ է երևում։ Այդ պատճառով Քոֆի Անանի եւ ոչ մի ծրագիր չի աշխատի։ Միևնույն է, նրանք փորձելու են տապալել նախագահին։ Ընդդիմությունը կարող է հայտարարել, որ վայր կդնի զենքն ու կդադարեցնի կրակը, սակայն նրա սադրանքները հնարավոր չէ վերահսկել, իսկ այս պայմաններում շատ հեշտ է հրահրել բանակին։ Սիրիայում հրադադարը պահպանելու նպատակով ՄԱԿ-ը պատրաստվում է այնտեղ ոչ ռազմական դիտորդներ ուղարկել 30 մարդու կազմով։ Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննելու է ոչ ռազմական դիտորդների առաքելության մասին բանաձևի նախագիծը։ Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ բանաձևի տեքստով Դամասկոսից պահանջվում է ապահովել նրանց ազատ տեղաշարժի երկրով մեկ եւ անհրաժեշտ բոլորին անձամբ հարցաքննելու հնարավորություն։ Մինչ այդ այնտեղ որոշ դրույթներ կան, որոնք պատժամիջոցների սահմանում են թույլ տալիս Սիրիայի դեմ։ Ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը չեն սատարել այդ գաղափարին։ Ժիրայր Ոսկանյան,
Arm Radio։ Սիրիացի փախստականները, որ հանգրվանել են Թուրքիայի ու սահմանակից գոտու ճամբարներում, չեն ցանկանում տուն վերադառնալ։ Նրանց մեծամասնությունը հույս ունեն այնտեղ որքան հնարավոր է երկար մնալ, իսկ լավագույն դեպքում քաղաքացիություն ստանալ։ Նման կարծիք է արտահայտել թուրք լրագրող Թայֆուն Թալիպօգլուն։ Օրերս նա այցելել է սիրիացի փախստականների ճամբար Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի տարածքում եւ զրուցել դրա բնակիչների հետ։ Türkiye Cumhuriyeti müthiş bir olanak sağlamış. Սիրիացիների համար ճամբարն ամենալավն է իմ տեսածների թվում։ Այնտեղ կա ամեն ինչ, սկսած կահույքից, դպրոցներից, մասնագիտական հաստատությունից եւ ավարտած սպորտային սրահներով։ Այն հիշեցնում է ամառային ճամբար հանգստի համար։ Դրա բնակիչների միայն 20%-ն է խոսում այն մասին, որ փախել է Բաշար Ասադի ռեժիմից։ Շատերը եկել են լավ կյանքի ակնկալիքով։ Նրանցից ոչ ոք չի արել դա կյանքը փրկելու համար։ Թուրքիայի կառավարությունը սիրիացի փախստականներին տրամադրում է բոլոր պայմանները հարմարավետ կյանքի համար։ Նրանց կերակրում են, բուժում եւ հագուստ տրամադրում։ Օգնության իրերը սիրիացիները նույնիսկ վաճառում են, հատկապես ծածկոցներն ու տաքացուցիչները, պարզել է Թայֆուն Թալիպօգլուն։ Իսկ մի փոքր դժգոհության դեպքում սիրիացի փախստականները նստացույց են կազմակերպում։ Նրանց մեծամասնությունը սահմանն անցել է ոչ թե վախենալով կյանքի համար, այլ տնտեսապես ավելի զարգացած երկրում ապրելու ցանկության պատճառով, նշում է թուրք լրագրողը։ Իսկ Ասադի հակառակորդների համար փախստականների նման ճամբարները հաջող ֆոն են հակասիրիական քարոզչության համար։ Զուր չէ, որ նրանց հաճախ են այցելում արևմտյան քաղաքական ու դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները։ Չի կարելի բացառել, որ սիրիացիների մի մասը մասնակցել է հակակառավարական ցույցերին եւ հետո փորձել լքել երկիրը, բայց դրանց թիվն այդքան էլ շատ չէ, ինչքան փորձում են ցույց տալ արևմտյան եւ արաբական զանգվածային լրատվամիջոցները։ Մեկնաբանում է ժամանակակից մերձավոր արևելքի ուսումնասիրության Պետերբուրգյան կենտրոնի փորձագետ Գումեր Իսաևը։ Թուրքիայում ապրում է արաբ բնակիչների մեծ թիվ, որոնցից մի մասը երկքաղաքացիություն ունի։ Թուրքիայի վարկանիշը որպես ավելի զարգացած պետություն վերջինիս սահմանից ոչ հեռու ապրող սիրիացիներին հայտնի է։ Այդ պատճառով էլ շատերը օգտվել են Թուրքիայի սահմանը հատելու հնարավորությունից, հաշվի առնելով, որ թուրքերը բավական լավ պայմաններ են տրամադրում այդ ճամբարներում։ Իսկ դա գլոբալ ձևաչափում օգտագործվել է այն փաստն ընդգծելու համար, որ Ասադն ու Սիրիայի զինվորները վայրագություն են իրականացնում եւ ստիպում մարդկանց փախչել երկրից։ ՄԱԿ-ի գնահատմամբ վերջին տարվա ընթացքում Սիրիայից Թուրքիա է տեղափոխվել 25000 մարդ։ Կապված դրա հետ թուրքական իշխանությունները պահանջում են Սիրիայում գոտի ստեղծել, որտեղ փախստականների համար կբացվեն լրացուցիչ ճամբարներ թուրքական զինվորականների պաշտպանությամբ։ Սակայն պաշտոնական Դամասկոսն ի պատասխան զգուշացնում է, որ նման գործողությունները կգնահատվի որպես ներխուժում իր ինքնավար պետության տարածք։ Միևնույն ժամանակ փորձագետները չեն բացառում, որ նման գոտիները կվերածվեն սիրիական զինված դիմակայության ստորաբաժանումների։ Արդեն հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ Սիրիային սահմանակից տարածքում ձևավորվում է սիրիական ազատագրական բանակը սիրիական բանակից դասալիքներով կոմպլեկտավորված։ Թուրքական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով զինվորականները լավ զինված են եւ արդեն մասնակցել են Ասադի բանակի դեմ ռազմական գործողություններին։ Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնություններին եւ խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար։ Ծրագիր, որն իրականացվելու է քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի եւ քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններից եւ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ եւ շահագրգիռ կողմեր։ Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը եւ աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը։ Թեմայի մասին ավելի ընդգրկուն Լուսինե Նորեկյանի անդրադարձում։ Հայաստանը կարող է դիտարկվել որպես մոնոազգային հասարակություն ունեցող երկիր։ Այստեղ հիմնական բնակչությունը հայերն են եւ միայն 3%-ն է ազգային փոքրամասնություններ, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Հայաստանը բոլոր քաղաքների հայրենիքն է եւ յուրաքանչյուրն իր ինքնադրսևորման համար պետք է ունենա բարենպաստ միջավայր։ Ինչպես նշում է ծրագրի համակարգող Մարիամ Պողոսյանը, այդ բարենպաստ միջավայրի ճանապարհի հիմնաքարը հենց հանդուրժողականությունն է։ Կերտելով հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում մենք մեկ քայլ առաջ ենք գնում։ Ազգային փոքրամասնությունները մի փոքր անտեսված են մեր երկրում եւ ներառված չեն մշակութային կյանքում եւ այդ կարիքը իսկապես կար միգուցե պետական մարմինների կողմից ավելի հսկողությունը եւ նրանց հանդեպ ուշադրությունը ավելի կենտրոնացնելու եւ չանտեսելու եւ մշակութային բազմազանությունը խթանելու համար է արվում ծրագիրը։ Այսօր Հայաստանում ազգային փոքրամասնությունները իրենց մշակութային ծրագրերի ներկայացման համար ունեն սահմանափակ միջոցներ, ասում
ասում է Մարիամ Պողոսյանը։ Նա նաև ավելացնում է, որ նման միջոցառումները խթանում են ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը։ Սրանով միևնույն ժամանակ ապահովում է մշակութային բազմազանությունը։ Օրինակ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Զադա Ուստումյանը վստահեցնում է, որ այսօր իրենք ունեն ազգային մշակույթը ներկայացնելու խնդիր, քանի որ չունեն մշակութային կենտրոններ, որտեղ պարբերաբար կարող են ներկայացնել ազգային երգն ու պարը։ Լավ կլինի իմ կարծիքով, եթե գյուղերում հնարավոր չի այդ պայմանները ստեղծել, գոնե Երևան քաղաքում ազգային փոքրամասնությունների մշակույթի տուն լինի մի տեղ, որտեղ ասենք մի օր եզդիները զբաղվեն իրենց հարցերով, մի օր ասորիները, մի օր ռուսները, մի օր ուկրաինացիները, ու մեր մտավորականությունը, ուսանողությունը հիմնականում քաղաքում են։ Ված չլինի գոնե մի տեղ հատկացեր կոչվեր, ուղղակի այդ տունը կոչվեր ազգային փոքրամասնությունների մշակույթի տուն։ Թե չէ հիմա փաստորեն մեր մշակույթը մեռած է, ինչ մշակույթի մասն է խոսքը։ Եզդիական համայնքի ներկայացուցչի փոխանցմամբ այսօր գյուղերում չկան մշակութային շենքեր, այնինչ նախկինում ունեցել են երգի ու պարի խմբեր, որոնք աշխարհում ներկայացրել են Եզդի համայնքի դիմագիծը։ Իսկ Թումանյանի շրջանի փոքր Այրում համայնքը, որը վերաբնակեցված է ադրբեջանցիներով, ընդհանրապես մշակութային կենտրոն չունի, ասում է համայնքի ղեկավար Օլեգ Դուրգարյանը։ Նա նաև ավելացնում է, որ դա պատճառ է հանդիսանում, որպեսզի բնակիչները կարողանան ներկայացնել իրենց ազգայինը։ Համայնքը ադրբեջանից բռնագաղթված բնակիչներով համայնք է, այնտեղ մշակութային կյանքը իսկապես գտնվում է շատ ցածր մակարդակում, այսինքն բնակիչները դեռևս ունեն խնդիր փոխվելու, ադապտացվելու տեղի ազգաբնակչության հետ, եւ մինչ օրս կարելի է ասել ոչ մի ծրագիր չի իրականացվել ինչ որ ձևով աշխուժացնելու, այսինքն մշակութային կյանքը տվյալ համայնքներում։ Մշակութային տների բացակայությունից բացի ազգային փոքրամասնությունները ունեն նաև լեզվական խնդիրներ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փոխանցմամբ ազգային փոքրամասնությունները եւ լեզվական փոքրամասնությունները ոչ միշտ է որ նույն բանն է նշանակում։ Ըստ նրա Հայաստանում շատ ադրբեջանահայ փախստականներ ռուսախոս են եւ մինչ այսօր հայերեն չգիտեն, բայց իրենք ինչպես ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն իրենց իմացած լեզվով վարչական գրառումներ անել։ Ըստ ազգագրագետի սա խնդիր է, որը լուծում է պահանջում։ Հրանուշ Խառատյանը անդրադառնալով ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությանը նշեց, որ այն այսօր զգալիորեն զարգացել է եւ իրավական առումով ստեղծվել է պարարտ հող, որpիսի մեր փոքրամասնությունները կարողանան իրենց մշակույթների զարգացումը ապահովել։ Բայց մտահոգությունն այն է, որ Հայաստանում մշակութային պրակտիկ կյանքը բազմաթիվ խնդիրներ ունի։ Փոքրամասնությունները բախվում են նաեւ Հայաստանի ընդհանուր մշակութային քաղաքականության բացերին եւ խնդիրներին։ Շատ վստահ չեմ, որ մենք այստեղ մեզնից օրեմեկը շատ հստակ կարող ասել, որն է Հայաստանի մշակութային քաղաքականությունը։ Ինչ խնդիր է լուծում այդ քաղաքականությունը։ Դա արվեստների զարգացումը խթանելն է, մշակույթի նախարարությունը դա մշակութային ռազմավարության մշակողն է, թե մշակութային միջոցառումների կազմակերպողն է, որտեղ է սկսվում մի խնդիրը, որտեղ է վերջանում եւ ում վրա ինչ պարտականություններ կա, սրանք դեռևս ոչ ամբողջովին լուծված հարցեր են եւ այս հարցերը բնականաբար տարածվում են նաեւ մեր փոքրամասնությունների եւ նրանց մշակութային զարգացումների վրա։ Սակայն ազգագրագետի հավաստմամբ նրանց մշակութային զարգացումը չի ընթանում դանդաղ տեմպերով, այլ հակառակը։ Ազգային փոքրամասնությունները այսօր հայկական մշակույթի հետ զուգահեռ կարողանում են զարգացնել նաև իրենցը, որն էլ խոսում է այն մասին, որ ամեն ինչ դեռ կորած չէ եւ առաջացած խնդիրները ունեն լուծումներ։ Լուսինե Նորեկյան, Արմրադիո։ Ինչպիսին է Հայաստանի աշխատաշուկան, ինչ խնդիրներ կան եւ ինչ գործիքներ դրանք լուծելու համար։ Արդյոք աշխատանքային օրենսգրքի դրույթները պահպանվում են, թե կան լուրջ թերացումներ։ Ովքեր են թերացողները, մասնավոր գործատուն, թե պետությունը։ Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակը 6 ամսական է։ Ինչ է պատրաստվում աշխատանքային օմբուդսմենն անել ոլորտի առողջացման ուղղությամբ, մանրամասնում է Զարուհի Մեջլումյանը։ Թեև անկախ Հայաստանը 20 տարվա պատմություն ունի, բայց աշխատանքային իրավահարաբերություններն ավելի երիտասարդ են, քանի որ օրենսգիրքը ընդունվել է շատ ավելի ուշ, փաստում են ոլորտի փորձագետներ։ Հայաստանում այսօր 1 միլիոնանոց զբաղվածներ ունենք, դրանց կեսը ինքնազբաղվածներ են հիմնականում գյուղական վայրերից, այսինքն մեր ակտիվ քաղաքացիները 500,000-ից չեն անցնում, ասում է Հայաստանի գործատուների համապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Առկա խախտումները մատնանշելով, սակայն նա կողմ է մասնավոր գործատուին ոգևորելուն, նաև չմոռանալով նրան կրթելու մասին։ Իսկ աշխատանքային հարաբերություններում աշխատողի որ իրավունքն է առավելապես խախտվում, Արմրադիոյի հարցին Գագիկ Մակարյանը միանշանակ պատասխանեց.
ամենատարածված պոպուլյար ձև աշխատանքային պայմանների չկնքելն է։ Աշխատաշուկայում իր տեղը չգտնելով հաճախ ենք տեսնում, որ ընտանիքները բռնում են օտար երկրներ գնալու ճանապարհը։ Ինչ խնդիրներ են մատնանշում մեր համակարգացիները։ Աշխատավարձը ցածր է, աշխատատեղերը քիչ է, թե չէ օրենքը պահպանվում է։ Հայաստանում այսօր աշխատանք գտնելը ըստ մասնագիտության կամ ըստ նախասիրության շատ դժվար է։ Բաները կասում, որ ինձ լավ գիտեք իրավիճակը, եւ աշխատանքային պայմանագրերը, եւ աշխատատեղերը, լավ գիտեք, շատ վատ է։ Պայմանագրով է, բայց անորոշ վիճակի մեջ է, հիմա չգիտենք աշխատում ենք, թե չենք աշխատում։ Ես տնային տնտեսություն չեմ աշխատում։ Շինարարության վրա աշխատել են, գնացել են առանց պայմանագրի։ Սակայն հաճախ պատահում է նաև այնպես, որ նույն քաղաքացին է խնդրում գործատուին օրինակ չգրանցել իրեն, ասում է Գործատուների համապետական միության նախագահը։ Գործատուն կարող է նույնիսկ առաջարկել պայմանագիր կնքել, մենք դեպքեր ունենք, որ քաղաքացին ասում է չէ մի կնքի, որովհետև ես կամ նպաստ եմ ստանում, այնտեղից հրս ստանամ, կամ էլ ասում է, եթե գործատուն ասում է կնքեմ պայմանագիր այսքան հարկեր տալու դեպքում, քո աշխատավարձը այսքանից ավել չեմ կարող տալ, բայց եթե չկնքենք, այ օրինակ կարող եմ այսքան ավել տալ։ Ինչ վերաբերում է խախտված իրավունքներին ըստ ոլորտների, ապա աշխատանքային օմբուդսմենի նորաստեղծ կառույցի ղեկավար Արտուր Սարգսյանի խոսքով խախտումներն առավել շատ հանդիպում են սպասարկման եւ շինարարության ոլորտներում։ Ըստ աշխատանքային հաշտարարի, մեր աշխատաշուկան իր տնտեսական տրամաբանությամբ օրինաչափություններով նման չէ եւ ոչ մի պետության աշխատաշուկայի։ Այն տիպիկ հայկական է, ասում է Արտուր Սարգսյանը։ Գործազրկությունը առասարակ այսպիսի կատեգորիա ունի, չէ՞ պետության համար վիճակագրությունը անձի համար տրագեդիա։ Մեկ ուրիշ գործազուրկ ներկը գրավենք այդ աշխատատեղում եւ ըստ էության նորից գործատուի աշխատանքը կազմակերպվի նորմալ։ Եվ վերջապես այն դեպքում, եթե ես մտածում եմ, որ կարող է հանկարծ վաղը գնամ աշխատակերին գործատուն ինձ ազատի աշխատանքից, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի գործատուի աշխատանքը գործերը լավ ընթանան։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ եթե միջազգային մակարդակով երիտասարդության մեջ գործազրկության ցուցանիշը 12.4% է, ապա Հայաստանում այն 3 անգամ ավելի բարձր է։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում այսօր աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։